Բարև ձեզ։ Մեր նոր հայոց լեզվի մասնակետը դուք եք, չէ՞։ Ինձ ասացին, որ այս ծրագրերը ձեզ փոխանցեմ։ Բարև ձեզ, հա, ես եմ, շնորհակալ եմ։ Ես Հասմիկն եմ, անգլերենի մասնագետ եմ։ Շատ հաճելի է, Լանա։ Հույս ունեմ, որ շատ լավ գոլեգաներ կդառնանք։ Քանի տարվա փորձ ունեք, որ դպրոցում եք աշխատել։ Հայաստանում չեմ աշխատել։ Մի քանի ամիս է ինչ էստեղ եմ։ Այսինքն փորձ չունեք։ Մոսկվայում աշխատել եմ 7 տարի, հայկական դպրոցում եմ դասավանդել։ Հայաստանում աշխատելու փորձ չունեք ու ձեզ աշխատանքի են ընդունել։ Մի տեսակ զարմացած եմ, ուղղակի մեր դպրոցում փորձին շատ մեծ ուշադրություն են դարձնում։ Էլիս, այստեղ ես պատրաստվում գնաս։ Հա, արևի փորը ցավումը գնամ տեսնեմ ինչ ա եղել։ Ոնց արևի փորը ցավումը։ Իսկ կարողա պետք է հիվանդանոց տանենք։ Չեմ կարծում այդքան լուրջ հարց լինի, նոր հանգստացի։ Լավ, ես տատին չեմ ուզում մենակ թողեմ, թե չէ քո հետ կգայի։ Չէ, տատին տանը մենակ թողել չկա։ Լավ, դե արագացրու, շուտ արա, 10 ժամը պատրաստվում ես, այդ երեխան վատը քեզ է սպասում այնտեղ։ Հա, գնում եմ արդեն։ Նորո։ Բայց մի բան եմ ուզում հարցնեմ, անընդհատ մոռանում եմ։ Հենց հիմա հիշեցիր, որ հարց ունես տալու։ Մինչև այդ հարմար ժամանակ չկար։ Նոր Հասմիկից տեղեկություն չունես, որտեղ ապրում։ Հանգիստ տեղի։ Քո ընկերուհին ինձնից էլ, քեզնից էլ լավ է ապրում։ Ամեն ինչ լավ է։ Այսինքն։ Դե այսինքն Հասիկոն իր տանն է նորից։ Այն տանը, որը որ վաճառել էին կամ պատրաստվում էին վաճառեն։ Բարձա։ Աշխատի ինչքան կարաս իրանից հեռու մնա։ Իմ համար էլ է դժվար էս ամեն ինչը քեզ ասելը, բայց ինքն է մեղավոր, որ ամեն ինչ sense դասավորվեց։ Լավ, արի թեման փակենք, հիմա գնա երեխեն քեզ է սպասում, շուտ արա, արագացրու։ Գնացի։ Կզանգես։ Մագդա, իսկ խմելու բան ունենք։ Խմելու բանը ինչ ես անում, Արև։ Դե որ հաշտվեն նշենք։ Իհարկե ես հյութ եմ խմելու, գիտեմ։ Ձեր համար եմ ասում։ Արև, ես քո պլանավորած պատրաստությունները մեզ մատնելու են։ Էդոն որ գա ամեն ինչ հասկանալու է։ Ու այդ ինչ պիտի հասկանամ։ Դե ես ու Մագդան ուզում ենք քո ու պապայի համար սիրուն սեղան պատրաստել։ Ուզում ենք չիմանայիք, բայց չստացվեց։ Արև ջան, իսկ սիրուն սեղանը որն է։ Ինչ որ առիթ կա։ Առիթ չկա, բայց մարդ ես, կարող է լինի։ Այսինքն։ Դե Արևը ուզում է ասի, որ իմ ու Նորոյի ամուսնությունն ենք նշում։ Առավոտից կպելը ասում է արի նշենք, ինչ կապ ունի, որ դեռ չեք ամուսնացել։ Հա, Արև։ Հա։ Այդ բա դու այսօր Նորոյից տուն չէիր գնալու։ Հա, ուղղակի լիքը գործ կար, օգնեցի։ Մի քիչ հանգստանամ կգնամ։ Կարող է քեզ վատ ես զգում։ Չէ, մի հատ սուրճ տիր խմեմ հանգստանամ։ Արև։ Վերապատրաստումներ եմ անցնելու։ Հասկացա։ Ամեն դեպքում զարմացած եմ։ Բայց ինչ կա զարմանալու։ Այսինքն, եթե մարդը աշխատանքային փորձ չունի, ուրեմն պիտի ձեռք չմեկնեն, շանս չտան։ Եթե աշխատանքի ընդունեն միայն փորձառուներին, այդ դեպքում բա մյուսներն ինչ պիտի անեն։
Դե ուղղակի էս կրթական ոլորտա։ Ես չեմ ուզում ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, որ ուրախ չեմ ձեզ համար։ Չէ, շատ ուրախ եմ։ Շատ հաճելի մարդ եք։ Ոնց հասկացա իմ դասղեկականին էլ եք դասավանդելու։ Եկեք գնանք երեխաների հետ ծանոթացնեմ ձեզ։ Ճիշտ է, մի քիչ չարաճճի են, բայց շատ խելացի երեխաներ են։ Արևս բան է եղել։ Չէ։ Ես կբացեմ։ Սկսվեց։ Ինչ է արևս, ինչ ես խոսում։ Բարև ձեզ։ Ոնց ես արև, դեռ ցավում, հա։ Չհասկացա։ Ինչ է եղել արև, որտեղ է ցավում։ Փորս։ Բա ինչ ինձ չէիր ասում։ Կթողնես հասկանամ երախուն ինչ ա եղել։ Ինչի ես քեզ խանգարում եմ։ Կլինի հիմա չվիճեք։ Չէր ասում, որովհետև արդեն անցավ։ Մագդան դեղ տվեց, խմեցի։ Այդ կապ չունի։ Եկել եմ, որ թեյը սարքեմ։ Էլիզ իրոք լավ եմ, բայց այդ թեյից չեմ հրաժարվի։ Էլիզ, մինչև դու թեյս սարքես, ես էլ մատիտներս սրեմ, որ միասին նկարենք։ Լավ, արևս։ Մագդա, կգաս ինձ օգնես խոհանոցում։ Հա իհարկե, արի գնանք Էլիս։ Արևս լավ, դու մի քիչ նկարի, ես հեսա կգամ։ Էդո ինձ կօգնես մատիտներս սրեմ։ Հա, արևս, ուրա, սրիչդ, դուր սրեմ։ Ինչքան ժամանակ է տատու թորթեի չենք խմել։ Տատ, հիշում ես, որ փոքր էինք, ամեն օր գիշերը ժամը 10-ին 3-ից նստացնում էիր, թե էինք խմում, նոր գնում էինք քնելու։ Ոնց կարող եմ մոռանամ։ Այդ իմ կյանքի ամենածանր, բայց միևնույն ժամանակ ամենաքաղցր տարիներն են եղել Նարո ջան։ Տատ ջան, քեզ լավ նայի։ Լավ։ Այնքան լավ նայի, որ կյանքում հիվանդանոցում չհայտնվես։ Բալես։ Մեծ եմ արդեն։ Այսինքն, որ մարդ մեծանում է, այդ նշանակում է ինք իր հանդեպ պետք է ուշադրի չլինի, հա? Չէ, ինչ կապ ունի ուշադրությունը։ Տարիքն իրանն ասում է, ու հերիք չի հələ մի հատ էլ անում է իրանը։ Դու կլինես բացառություն։ Ինչի ես վերին արտի ծորենն է։ Չէ, դու ուղղակի մեր տատն ես, կոնկրետ իմ տատն ես։ Հարսանիքի տորը որոշել եք արդեն։ Լավ է, ես արև։ Հա, շատ։ Թեյդ։ Էլիզ, որ խնդրեմ ստեղ կդնես։ Հա, բայց անպայման կխմես, հա։
Քանի տակը։ Էնտեղ էլի մատիտներ կան։ Գնամ բերեմ։ Արև։ Չլսեցիր, ասես գնում եմ մատիտներս վերեմ։ Լսեցի, բայց դուրը ինչի փակեց։ Դուրը չի գալի, կարաս բացես գնաս։ Լավն էր։ Դու գնա, ես պիտի նկարեմ Արևի հետ։ Ես էլ պիտի մատիտներս սրեմ էլիս։ Չես հավատա, դժվար գործ չես անում։ Ես էլ գլուխ կհանեմ։ Դու գիտես։ Չհասկացա։ Դժվար բան չի, դուրը բացի գնա։ Նորով էր ասում։ Հա որ բացվի կբացեմ էլիս։ Այսինքն։ Մագդա։ Մագդա։ Հա Էլիս, Մագդա, այս դուրը փակվել է, չենք կարողանում բացենք, մի բան արա, էլի։ Հա էլի Մագդա, ստեղ մթնոլորտը արդեն հաճելի չի, մի բան արա։ դե երեխեք պետքա սպասենք մինչև Արշակը գա։ Արևի սենյակի դուռը մի քիչ խնդիր ունի ու մենակ Արշակն է կարողանում բացի։ Ոնց ուզում ես ասես, հիմա պիտի սպասենք Արշակը գա, որ դուրս գանք ստեղից։ Դե հա ինչ անենք, Արևը էլի դուռը ուժեղ է փակել։ Կներեք, մոռացել էի։ Չէ, տաճ ջան։ Ես միջև վստահ չլինեմ, որ դու լավ ես զգում քեզ, ես չեմ էլ ուզում այդ մասին մտածեմ։ Հենց լավ կլինես, նոր օրը կորոշեմ։ Ուրեմն իմացիր, ես շատ լավ եմ։ Արդեն որոշի օրը։ Տատ։ Հա, Նորո ջան։ Ես կարող եմ քո ընտրությանը դեմ լինել, բայց քո երջանկությանը հո դեմ չեմ լինի։ Ինձ համար ամենակարևորը քեզ երջանիկ ու ուրախ տեսնելն է, բալես։ Չես պատկերացնի քո ասած ես խոսքեր ինչքան բան իմ ներսում տեղը գցեցին։ Տատ, բայց մի բան կա, որ ուզում եմ դու իմանաս, նախորոք իմանաս։ Ինչ բալես։ Դե, ես որոշել եմ, որ ամուսնությունից հետո մի որոշ ժամանակ մենք առանձին ենք ապրելու։ Վարձով։ Ես չեմ ուզում, որ դու քո տան մեջ ստիպված ապրես, կամ քո սենյակից դուրս չգաս։ Ես կյանքում տես բան թույլ չեմ տա։ Մի որոշ ժամանակ տես կրենի, միջև բոլորդ ընդունեք իրականությունը, հասկանաք։ Չես նեղանում, չէ՞։ Կարող է արդեն նստես, գլուխս պտտվեց։ Իսկ կարողա դու ինձ չնկատես։ Չնկատելու համար մի քիչ շատ մեծ ես։ Շատ ես փոխվել։ Առաջ սենց անտակտ արտահայտություններ չէիր անի։ Ես ուղղակի մոռացել եմ, որ քո այդ հումորի մակարդակը շատ ցածր է։ Իսկ կարողա ուղղակի դու կատականել չգիտես։ Կամ, օրինակ, էլ իրավունք չունես իմ հետ կատականելու։ Այդ երբանից տենց օտարացանք իրար։ Այդքան շուտ մոռացար զգացմունքներիդ մասին։ Երկուսս էլ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Էլիզ աղջիկ, դու երկուսիս անունից մի խոսա։ Եթե պետք լինի, ես իմ տեղը կխոսամ։ Մագդա։ Մագդա մի բան արա էլի, բաց այս դուռը։ Էլիզ մտածում եմ, իսկ եթե այս մեր շանսն է,
որ մի հատ էլ փորձենք խոսել։ Էդ ինչ իմաստ կա։ Եկա քո աչքին ես ասեր ու սառնասիրտ աղջիկ եմ։ Իմաստ կա։ Իմ աչքին քո պահվածքը ահագին փոխվել է։ Մենից քեզ ու քո հետ ապրած օրերը մոռանալը այդքան էլ լեզ չի։ Մենք իրար հետ լիքը բանի մեջով ենք անցել ու ես չեմ կարող դրանք ուղղակի մոռանամ։ Մարդ կարա չզանգի, չտեսնի, չգրի, բայց ուղղակի չհիշելը դժվար է։ Կամ մի հատ մեր բաժանման պատճառին նայ էլի։ Ըստ քեզ այդ իրոք են թեման է, որ մենք թողենք իրար։ Հա։ Ես էլ քեզ չեմ կարողանում մոռանալ։ Ու ոչ էլ ուզում եմ։ Բա այդքան վարձ ոնց եք տալու։ Դու այդ մասին մի մտածի։ Ես ամեն ինչի մասին հոգ կտանեմ, ձեր մասին էլ հոգ կտանեմ։ Ամեն ինչ լինելու է նենց, ոնց որ միշտ եղել է։ Ու դու էլի այս տանը ոչ մի բանի պակաս չես ունենալու, տաճ ջան։ Այս տանը Հա, դատ։ ախր այս տունը քոնը պետքա լիներ Նորո ջան, քոնը, բայց Տաճ ջան, հիմա դրա ժամանակն է, ցավդ տանեմ։ Ես գիտես այն օրը քո վրա ոնց էի ջղայնացել, որ գնացել էր ավանափոխության համար։ չհասցրեցի։ Տատի, չեմ հասկանում, հիմա դրա համար ես լացում, հա։ Մի հատ հանգստացի։ Ինչ անեմ, ես քո հետ չկիսվեմ իմ կյանքի նորություններով, հա, սենց ես անելու։ Ջուր կբերես Նորո ջան։ Հա, հիմա։ Էդու ես ամեն ինչ հասկացել եմ։ Ես ուզում եմ մոռանամ անցյալս ու հանգիստ ապրեմ։ Չեմ ուզում անցյալից վեր ընկնի ես նոր կյանքից վրա։ Ուզում եմ հանգիստ ապրեմ ուղղակի հետ։ Ու ստացվում է, չէ՞։ Ստացվում է, որովհետև ցանկությունը կա։ Հա, կա։ Ես անգամ հասմիկին եմ իմ կյանքից հանել։ Կանգնել եմ դիմացը նայել եմ աչքերի մեջ ու ասել եմ, որ Նորոյից հեռու մնա, որ էլ չմոտենա Նորոյին։ Պատկերացնում եմ ինչքան ծանր է տարել։ Հա, ծանր է տարել։ Բայց ավելի լավ է ինքը ծանր տանի, քան ես իրա պատճառով բոլորիդ կորցնեմ։ Ու նույնն էլ պապան։ Չեմ թողնորել ոչ մեկ իմ կյանքին խառնվի։ Իմ կյանքում որոշումները ես եմ կայացնելու։ Անելու եմ նենց, ոնց ես եմ ուզում։ Իսկ ես ուզում եմ հանգիստ ապրեմ ուղղակի։ Ապրես։ Էս են էլիցնա, որին ես սիրել եմ։ Էդ, ես հիմա քո հետ շատ անկեղծ կլինեմ։ Ես այսքան ժամանակ շատ սխալ եմ վերաբերվել Մագդային։ Հա, ես առաջ իրան տանել չէի կարողանում։ Բայց հիմա, որ հետը շփվում եմ, հասկանում եմ, որ իրոք լավն է։ Հասկանում եմ, ինչի են Նորոն հենց Մագդային ընտրել։ Ու ամենակարևորը, հասկանում եմ, ինչի Մագդային ընտրելուց հետո էլ Հասմիկին չընդունեց։ Իսկ ինչ վերաբերվում է Արևին, Ես որ հիշում եմ ինչքան վատ եմ վերաբերվել Արևին, ինձ չեմ ներում։ Ես չեմ հասկանում, այդ ինչ սատանա էր իմ մեջ մտել, այդ ինչ դև էր իմ մեջ մտել, որ ես այդ երախուն այդքան մեղադրում էի։ Ես սխալ եմ եղել այդ։ Ոչինչ էլիս։ Ոչինչ։ Չէ։ Հիմա ոչինչ ասելով ինձ հույս մի տուր։ Այդ ամենասխալ ձևն է։ Կարևորը քո սխալները հասկացել ես։ Ինձ ես ընտանիքի հետ հարաբերությունները կառուցելը հեշտ չի տրվում այդ։ Բայց ես շատ եմ ուզում։ Ուզում եմ քեզ ու Նորոյին ապացուցեմ, թե ինչքան կարևոր եք իմ համար։ Որ ձեր խոսքը իմ համար միևնույն չի։ Որ դուք իմ կյանքի ամենակարևոր մարդիկ եք։ Ոնց որ թե հաշտվում են։ Հա, ինձ էլ է տենց թվում։ Կարևորը որ էլ չեն գոռում։ Դե արի սեղանը դնենք։ Հաստատ Արև։ Հա, հաստատ։ Հիմա հաստատ հաշտվել են։
Դե լավ արի։ Հա, Արշակ։ Նորո ջան տանն ես։ Հա, ինչի։ Շատ լավ է։ Ես ձեր շենքի բակում եմ։ Որ խնդրեմ մի րոպեով կիջնես։ Արշակ, տատիս տանը մենակ է, էլիս դել տանը չի։ Հա, ես հասկանում եմ, բայց քո ժամանակից երկար չեմ խլի, ուղղակի հարց ունեմ։ Լավ։ Ինչ ա եղել Արշակ։ Գիշերը Լանայի հետ էի խոսում։ Մագդա իմանալու հարցն էին քննարկում ու Մագդան կեսից լսեց խոսակցությունը։ Հիմա ինքը գիտի, որ ես իրանից ինչ-որ բան եմ թաքցնում։ Քեզ ինչ-որ բան ասել ա, խոսացել ա հետդ։ Չէ, ինձ ոչ մի բան չի ասել, ես առաջի անգամ եմ լսում։ Բայց հասկացել ա, որ Լանայի հետ էիր խոսում։ Կասկածում ա։ Գիտես չէ, այդ պայն ուզում էի ամեն ինչ պատմեի ու թուլանայի։ Նույնիսկ փորձել եմ, բայց չկարողացա, չստացվեց։ Արշակ, թող հարսանիքը անցնի, ես ինքս կփորձեմ խոսամ հետը։ Չէ, նորո, ես այն թեման ա, որ Մագդան պետք է այդ ամեն ինչ ինձնից լսի։ Բայց եթե ուզում ես հարսանիքից հետո, ես կսպասեմ, խնդիր չկա։ Բա ոնց որոշեցիր ասել, դու չէիր ուզում։ Ես տեսնում եմ, թե ոնց ա Լանան տանջվում, ու ոնց որ մեղքի մեջ լինեն, նորո։ Էդի մեղ կա, ծանր մեղ կա։ Իչև Լանայի հայտնվել ամեն ինչ հեշտ էր, բայց իմ անես տպավորությունա ոնց որ ծնողին երեխուց զրկեմ։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ։ Կներես, որ քեզ հիասթափացրել եմ։ Դու էլ։ Ես էլ քեզ եմ շատ նեղացրել։ Մագդա, հենց հիմա բացի դուռը։ Մագդա։ Այս շուստրիներ, գիտեք չենք հասկացել, որ ես ձեր կազմակերպածն է։ Գոնե հաշտվել եք։ Իհարկե չէ։ Ու ոչ էլ հաշտվելու ենք։ Ու ես էլ էստուն ոդկ չեմ դնելու։ Բայց էլիս մի րոպե գոնե Մագդա, հետդ նորմալ շփվեցի, մտածեցիր կարես կյանքիս խառնվես։ Բայց դուք ինչ վատն եք։ Փաստորեն կատակ եք, հա անում։ Հա, բա ինչ։ Հասկանում եմ, շատ բարդ իրավիճակ է։ Նորո եթե հանկարծ մոտենա քեզ Մագդան, փորձի հանգստացնել, միջև հասկանամ, թե ոնց եմ բացատրում։ Լավ։ Ես վախենում եմ կորցնեմ Մագդային։ Դու Մագդային չես կորցնի, Արշակ։ Ինքը քեզ շատ է սիրում, շատ գժի պես սիրում է, անընդհատ այդ մասին է ասում։ Որովհետև վստահում է ինձ ու գիտի, որ ես իրան կյանքում չեմ խաբել։ Բայց եթե հանկարծ իմացավ, ամեն ինչ հողին կհավասարվի։ Հանգիստ եղիր։ Մագդան կյանքում քեզնից երես չի թեքի։ Ինչ ես այդքան վստահ։ Սովորական սուտ չի, որ անցնի ու գնա։ Ես Մագդայի կյանքն եմ փոխել։ Ահա, փոխել։ Ամեն ինչ արել ես, որ լավ կյանք ունենա։ Չգիտեմ այդքանը կհասկանա, թե չէ։ Կհասկանա, հաստատ կհասկանա։ Լավ նորո,
գնատուն տատիդ երկար մենակ չմնա, կապի մեջ կլինենք։ Իսկ ոնց է հիմա տատիդ, լավ է ամեն ինչ, լավ է զգում իրան։ Դե, դեռ թուլություն ունի, բայց կամաց վերականգնվում է։ Դե իրան առողջություն։ Ապրես։ Դե եկեք խմենք ձեր հաշտության կենացը։ Ու մեր կազմած պլանի։ Էլիս հիշում ես քեզ հիվանդանոցում ինչ ասեցի, որ դուք հաստատ հաշտվելու եք։ Փաստորեն այդ ժամանակվանից մտքիդ մի բան կար, հա։ Փաստորեն։ Լավ եկեք խմենք դուրս գանք, հա։ Ես դեռ Թամար տատին պիտի տեսնեմ, սիրտս հանգիստ չի։ Կամ լավ դուք խմեք, ես մի երկու հատ զանգ ունեմ, անեմ ու գնանք։ Արև, ճիշտ է, դու էլ պարապունքի ես, գնա պայուսակդ, հա դասավորի։ Մագդա, շնորհակալություն։ Ինչի համար։ Դե որ մեզ հաշտեցրիչ։ Էլիս էդ ես չեմ արել, էդ ձեր սերն է արել։ Քեզ կարամ մի բան խնդրեմ։ Ինչ։ Ինձ Հասմիկի տան հասցենք ասես։ Ինչի համար ինչ ես անելու։ Ոչ մի բան, ուղղակի ուզում եմ բացատրեմ, որ ինձնից ու նորոյից հեռու մնա։ Էլի ինչ-որ բան է արել։ Չէ, Էլիս, ուղղակի ինչքան մեր ամուսնության օրը մոտենում է, այդքան ես վախենում եմ։ Ինքը ինձ խոսք է տվել, որ մեր հարսանիքը փչացնելու է։ Ես կխոսեմ հետո, պետք չի դու ինչ-որ բան անես։ Չէ, էս իմ հարցն է։ Ու իմ եղբոր։ Էլիս, ես իրոք իրան նորմալ ձևով բացատրելու եմ, որ մեզ հանգիստ թողնի։ Ուրեմն միասին կգնանք։ Բայց Ուրիշ տարբերակ չկա, Մագդա։ Էլիս, դու հիմա չես կարա իմ հետ գաս։ Մի րոպե։ Ինչի դու հիմա ես ուզում գնաս։ Հա, Մի բան կմտածենք։ Ոնց էր առաջին տպավորությունը։ Շատ լավ։ Վաղ առաջին ժամ դաս ունեմ ու ոնց հասկացա հենց քո դասարանի մոտ։ Դե շատ ուրախ եմ, համ որ միասին աշխատելու ենք, համ էլ որ ծանոթացանք։ Ես էլ։ Դե լավ, մինչ վաղը։ Հիմա ինչ ես արևին տանում եմ պարապմունքի ու մենակով գնամ ձեր տուն, Էլիս։ Հա ինչ կլինի այդ։ Ասեցին գործեր ունենք։ Լսի, այն որ դուք մտերմացել եք, այդ շատ լավ է, բայց ես չեմ կարծում, որ այնքան եք հասցրել մտերմանալ, որ իրար հետ ինչ-որ գործեր ունենաք։ Էդո հարսանիքի հետ է կապված։ Ինձ օգնություն էր պետք, ես Էլիզին խնդրեցի, Էլիզն էլ չի մերժել։ Հրաշքա որ կատարվում է, մնում է դիմանանք։ Էդո, բայց ես արդեն ուշանում եմ։ Գնացինք արևս։ Մի տեսակ հետ սրտովս չի որ գնանք։ Էլիզ, ես կարամ մենակ գնամ։ Մագդա, ես ավելի շատ քո համար եմ հիմա անհանգստանում։ Արշակ ենքան լավ անցավ։ Լանա այնքան ուրախ եմ, որ հավանել ես։ Գիտես, վաղը ահագին ժամեր ունեմ։ Արդեն ուզում եմ գնամ տուն, պատրաստվեմ, որ վաղը ներկայանալի տեսք ունենամ։ Վայ, վերջապես մեջդ կյանք արթնացավ։ Ու էլի քո շնորհիվ։ Այդ երևի նրանից է, որ քո շնորհիվ էլ իմ մեջ է կյանք արթնանում, Լանա։ Լավ։
Կներես, ես մոռացել եմ, որ տես բաներ չպետք է խոսայի։ Էլ չի կրկնվի։ Ավելի շուտ էի սպասում։ Լավ բանի համար եմ ուշացել։ Հեսա մի հատ համար տատին տեսնեմ կպատմեմ։ Արդեն հետաքրքիր է։ Էդո ջան, Ինչ ա եղել համար տատ։ Բա քեզ սազում, հա։ ոչ մի բան էլ չի եղել։ Ինչ եղել է անցավ գնաց։ Կարևորը հիմա շատ լավ եմ։ Դու միշտ պիտի լավ լինես, միշտ։ Էլ մեզ չվախեցնես սենց։ Կփորձեմ, տղա ջան, կփորձեմ։ Լավ, դու ուրիշ բան ասա այդ։ Սուրճ, թեյ, ուտելու բան։ Չէ, դու հանգիստ նստի, ես համ կերացեմ, համ էլ խմած եմ։ Միա։ Չհասկացա առիթ ա եղել, հա։ Այն էլ ինչ առիթ։ Ու ինչ առիթ, հա։ Սիրած աղջկա հետ եմ աշտվել։ Բա չխմեմ։ Էլիզի։ Հա, բելու։ Այդ ջան, բա ոնց դա ստացվեց։ Երկար պատմություն ա, հետո ընթացքում կպատմեմ, բայց իմացի, որ Մագդայի մատը խառն ա։ Ես այս կյանքում բոլորի սուտը կտանեմ, բոլորի ասածը կուլ կտամ, բայց երբ որ այդ դու ես անում, ես դրանից ուղակի կոտրվում եմ։ Եթե դու էլ ինձ սկսես խաբես, կասես ես ոնց պետք է այս կյանքից արդարություն պահանջեմ։ Ասա ժամանակը չի, ասա չես ուզում ասեց, բայց մի խաբի ինձ։ Դու էդ ես ուզում։ Դու ուզում ես, որ ես այս կյանքից հիասթափվեմ, որ էլ ոչ մի բանի չհավատամ։ Դու ինձ չես ների, Մագդա։ Հաստատ չես ների։ Էս ինձ էիք հյուր եկել։ Եկել ենք Մարթևարի խոսանք հասկանանք իրար Հասմիկ։ Ում հետ ես եկել էլի, սրա։ Դե խոսա Հասմիկ, ասա տեսնեմ այդ ինչ էիր ինձ ուզում ասեիր։ Ինչ։